Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառը փոխելու համար մեկ անձ ձերբակալվել այնուհետև տեղափոխվել Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ինքնասպան է եղել։ Խնդրեմ ասեք դեպքից առ այսօր այս գործով քրեական վարույթ նախաձեռնվել է, թե չի, ինչ եմ ձեզ տալիս հարցը, քննչական կոմիտեն ներկայացված չի։ Վարույթ նախաձեռնվել է, չի նախաձեռնվել, ովքեր են վարույթով անցնում, անուններ պետք չի, ընդհանրապես կարգավիճակներ, հանրային քրեական հետապնդում որևէ անձի դեմ հարուցվել է, թե ոչ այս դեպքով։ Ձեր նշված դեպքի կապակցությամբ կա վարույթ պաստառ փոխելու հետ կապված, նախարարինը պարզաբանեմ, որ թեև պաստառ փոխելն ինքը վարչական իրավախախտում է, սակայն դատախազությունը որոշել է նաև այդ արարքը գնահատել ընդհանուր առմամբ կազմակերպվածության տեսանկյունից, որովհետև միգուցե, եթե դրանք իրականացվում էին կազմակերպված ձևով, նպատակ ունեին խոչընդոտելու նաև ընտրությունների ազատ իրականացման, քարոզչության ազատ իրականացման հնարավորություններին, որը քրորեն հետապնդելի արարք է։ Տվյալ դեպքով մենք ունենք նախաձեռնված վարույթ նաև ինքնասպանության դրդելու հետ կապված, ունենք նախաձեռնված վարույթ նաև անփութության պաշտոնատար անձանց գործողությունների գնահատման առումով։ Նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է եւ կարծում եմ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է տա նախաքննությունը։ Որևէ անձի նկատմամբ հանրային քրեական դեռևս հանրային քրեական հետապնդում չունենք։ Իսկ դատախազությունը այս առումով տարբերակում տեսել է, որ նույն արարքը կարող է սահմանվել եւ քրեական օրենքով եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով, այսինքն նույնացնում եք արդյոք պաստառ փոխելու վարչական իրավախախտումը ընտրությունների ընթացքը խոչընդոտելու վարչական վարույթի հետ։ Ես արդեն պատասխանեցի, որ եթե արարքը ունեցել է համընդհանուր բնույթ, տարածված բնույթ, կազմակերպված բնույթ, միգուցե այն հնարավոր է քննարկել նաև քրեական իրավունքի համատեքստում։ Անձին ձերբակալելու պահի դրությամբ այդպիսի տվյալ վարույթ իրականացնող մարմնի ձեռքի տակ եղել է, որ արարքը կատարել են մի քանի անձինք համատեղ։ Գիտեք, դա հանգամանք է, որը կարող էր պարզվել միայն քրեական վարույթով։ Նշված ժամանակահատվածում այդպիսի ներողություն, ասում եք Անձը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, հարուցվել է քրեական վարույթ եւ վարույթով կլիներ հնարավոր պարզել այն հանգամանքը, ինչի մասին ես խոսեցի։ Այսինքն ի սկզբանե տեղեկություն չի եղել, որ այստեղ կարող է ներգրաված լինել երրորդ անձինք, բայց ամեն դեպքում քրեական վարույթը նախաձեռնվել է, ճիշտ է։ Իհարկե, որովհետեւ այդ հարցը պետք է լուծվի քրեական վարույթի ընթացքում։ Բարի։ Ատելության, խոսքի, բռնության կոչերի համատեքստում ուզում եմ հարցը տալ, ընտրությունների ընթացքում տեղի ունեցել միջադեպ, երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կոնֆլիկտի մեջ մտել քաղաքացու հետ, Արտուր Օսիպյանի հետ, հնչեցրել է արտահայտություններ, նույն օրը հնչեցրել է սպառնալիքներ, հանրային կոմունիկացիայից տեղյակ ենք, որ նաև Արտուր Օսիպյանը հնչեցրել է արտահայտություններ, որոնք վարույթն իրականացնողը գնահատել է ինչ-որ հանցակազմի պարագայում։ Խնդրում եմ բարձր դատարանի եւ մեր հանրությանը այս առիթը օգտագործելով բացատրեք, թե այս գործողությունների մեջ տարբերակման հիմքը որն է փաստական, ինչպես է ստացվում, որ մի դեպքում երբ որ հանրապետության վարչապետը հնչեցնում է սպառնալիքներ, դա քաղաքական խոսք է մեկնաբանում որպես, երբեմն մեկնաբանվում է նաեւ որպես կրքոտ խոսք, բայց երբ որ նույնպիսի արարք կամ նույնիսկ ավելի մեղմ արարք կատարվում է քաղաքացու կողմից, դա չի դիտարկվում որպես քաղաքական խոսք կամ քննադատություն։ Խնդրեմ փաստերի այն կազմը, որոնք այս երկու արարքներին տարբեր իրավական գնահատականի են արժանացնում։ Պատասխանեմ ձեր հարցին, նախ ես կարծում եմ այս ամբիոնը եւ այս հարթակային տեղը չէ, որտեղ ես պետք է ներկայացնեմ միեդի դիրքորոշումները, որոնք հստակ չափորոշիչներ են սահմանում ատելության խոսքը քաղաքական խոսքից տարանջատելու։ Նախորդ իմ ելույթում ես արդեն նշեցի, որ մենք ունենք ատելության խոսքի վերաբերյալ հանցակազմ բարունակող տարրերի վերաբերյալ հաղորդումներ, որոնք քննարկվել են, դրանց վերաբերյալ կայացվել են որոշումներ եւ նաեւ նշեցի, որ դրանք ունեն հստակ բողոքարկման ընթացակարգ։
Արգելի գործընկերներ, խնդրում եմ ոչ թե միետիկ կամ օրենսդրական ձևակերպումները, որոնք իրավական գնահատականներն են, այլ փաստական տարբերությունները։ Ես կարծում եմ, որ գործի հաղորդման փաստական հանգամանքներ քննարկելու համար ճիշտ տեղ ընտրված չէ, որովհետև դա քրեադատավարական տիրույթում է եւ այդ ցանկացած որոշում ենթակա է քննարկման քրեադատավարական ընթացակարգով եւ ես այսօր չեմ կարող կարծիք հայտնել մի որոշման վերաբերյալ, որը անցնելու է այդ բոլոր փուլերը։ Բարձր դատարան այս հարցադրումը տրվում է քաղաքական կառուցչության ընթացքում, նախընտրական քարոզարշավի ընթացքում, անհավասար վերաբերմունքի, այդ թվում վարչական ռեսուրսի, քրեաիրավական ռեսուրսի օգտագործման համատեքստում եւ խնդրում եմ բարձր դատարանը գնահատի։ Իմ հարցը, եթե գտնում եք որ հարցը տեղին չի, անեք հարցը, եթե գտնում եք հարցը տեղին է, խնդրում ենք պատասխանել տարբերակված մոտեցումը, որն է եղել, որտեղ բողոքների առանցքային էական հատվածը տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների եւ առասարակ ընտրական process-ում տարբերակված մոտեցման մասին է։ Եթե հարցը հանելու լիներ իրականում մենք կհանեինք այդ հարցերը։ Այդ դեպքում խնդրում ենք ես պարզապես նկատեցի, որ ասացի, որ չեք կարող, չէ՞, այս փուլում դուք այսպեսի բան լսեցիք։ Ես ասացի, որ արկա է եղել երկու հաղորդում, որոնք քննարկվել եւ լուծում են ստացել, բայց այդ հաղորդումների եւ դրանց լուծման վերաբերյալ որոշումների մանրակրկիտ վերլուծություն ես կարծում եմ, որ հիմա ճիշտ չի անել, որովհետեւ դրանք իրենց լուծումը կստանան քրեադատավարական ընթացակարգով։ Մանրակրկիտ վերլուծության մասին։ Այսինքն հարցը նրանում էր, թե ինչու է այդ խոսքը մի դեպքում համարվել ատելության խոսք, մի դեպքում չի համարվել կամ իմ նշած երկու դեպքերում, որոնք որ տարբեր քաղաքական ուժերին վերաբերելի հաղորդումներ են եղել, երկու դեպքում էլ որոշվել է, որ արկա չեն հատկանիշներ քրեական օրենսգրքով նախատեսված 330-րդ հոդվածի 329-րդ հոդվածի համատեքստում։ Բարձր դատարան մի դեպքում հնչել է արտահայտություն սատկացնելու է, մյուս դեպքում հնչել է արտահայտություն ողնաշարդ կոտրելու է։ Քանի դեռ այս արտահայտությունների միջև փաստական որևէ այլ լրացում չկա, մեր համար անհասկանալի է մնում, թե այս երկու գործողություններին ինչի է տրվել տարբեր քրեական գնահատական։ Ես հասկանում եմ, որ դատախազության ներկայացուցիչ կարող է այս բանին պատրաստ չի այդ հարցին պատասխանելու, բայց բարձր դատարանին միջնորդում եմ պահանջել այս տեղեկատվությունը հաջորդի դատական նիստերի ընթացքում, որպեսզի ներկայացվի այս գործերի փաստական տարբերությունը։ Ես ասեմ իմ տպավորությունը, ես տպավորություն ստացա, որ ոչ թե պատրաստ չի պատասխանել, գուցե ես չեմ կարող իմանալ, խնդիրն անում է, որ մեկնաբանելու է դատախազության ներկայացուցիչը, մեկնաբանելու է նույն դատախազության շրջանակում կայացված երկու որոշումները։ Խոսքը որոշումները քննիչի կողմից կայացված որոշումներ, Ներողություն եմ խնդրում, մեկնաբանության հարց չեմ բարձրացնում, իրավական գնահատականի հարց չեմ բարձրացնում, երկու միջադեպերի փաստերի նկարագրի տարբերություն։ Սա որ ներկայացվի մենք իրավաբանորեն, օրինակ ասենք, այս դեպքում եղել է այս արտահայտությունը, բայց այս դեպքում այս մի բառը ավել է եղել եւ մենք դրան ենք կշիռտվել։ Այդ որոշումները ձեզ հասանելի են։ Ոչ, մենք դատավարության սուբյեկտ չենք։ Բա որոշումը, բամեցեք, գուցե պատասխանը։ Բարձր դատարան խնդիրը հետևյալում է, պատասխանի էությունը կայանում է նրանում, որ եղել է համապատասխան հաղորդում եւ այդ հաղորդումը քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվել է։ Այսինքն կայացվել է համապատասխան վարույթային ակտ։ Այդ վարույթային ակտը իրավաչափ է այնքան ժամանակ, քանի դեռ բաճաճ իրավական ընթացակարգի արդյունքում հակառակը հիմնավորված չէ ստուգման արդյունքներով։ Եվ ստուգումը այդ ակտի այս տիրույթում չի կարող կատարվել եւ բարձր դատարանի քննության առարկան կարծում եմ չի հանդիսանում։ Սա էր պատասխանը։ Բայց բարի, ես հետեւյալ առաջարկություն ունեմ, գուցե դուք եզրափակիչ խոսքի շրջանակներում այդ քննիչի որոշումները ուսումնասիրեք եւ ձեր այդ տեղեկությունը ասեք։ Դրանից ավելի կարծում եմ բարձր դատարան այս փուլում այս հարցը սպառված են համարում, բայց եւ ակնկալում եմ, որ եւ համապատասխան միջնորդությունը ներկայացնում եմ համապատասխան փուլում կննվելու, որպեսզի փաստական նկարագիրը ներկայացվի ամեն դեպքում եւ պնդում եմ, որ այդպիսի նկարագրի չներկայացման պարագայում բարձր դատարանը ընդունի այն դիրքորոշումը, որ այդ գործերի մեջ տարբերություն չի եղել եւ ընդունվել են խտրական որոշումներ հօգուտ քաղաքացիական պայմանագրի կուսակցության։ Դատարանը կորոշի վերաբերելիության եւ նշանակության արդյունքից գործի դատախազության իհարկե շնորհակալություն հաջորդ հարցը Սա շրջանակներում ես խնդրում եմ չհեռանալ դատախազության ներկայացուցիչներին Նիկոլ Փաշինյանը
մի քանի անգամ հրապարակային հնչեցրել է սպառնալիքներ ընդդիմադիր ուժերի առաջնորդների հասցեին, ընդհուպ ոչնչացնել եւ այլ համանման բառերով։ Արդյոք դատախազությունը որևէ կերպ ուսումնասիրության ենթարկել է այս հայտարարությունները եւ ունի տված իրավական գնահատական։ Ձեր ասած հանգամանքների վերաբերյալ հաղորդում դատախազությունը չի ստացել, հետևաբար չունի նաև հաղորդումից բխող Բացի հաղորդումից, հարգելի պատասխանող, դուք կարող եք նաև մամուլի եւ լրատվության միջոցների հրապարակումներին հետևել, ավելին, այս ընթացքում ձեր ուղիղ պարտականություններ նաև կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ Այս մասով որևէ գործողություն, որևէ քայլ դատախազությունը իրականացրել է, թե չի իրականացրել։ Այդ թվում նաև այն սպառնալիքները, որոնք վերաբերում են սեփականազրկմանը, ունեզրկմանը եւ այլն։ Ունեք թե չունեք, կարճ եմ ակնկալում պատասխանը։ Եթե խոսքը վերաբերվում է սպառնալիքին, բռնության կոչերին եւ սպառնալիքներին, այո։ բռնության կոչ, ատելության խոսք, այս մասով արդեն իմ պատասխանը տրվեց։ Կոնկրետ այս դեպքում չունեք։ Ոչ։ Եղավ։ Կենտրոնական տրական հանձնաժողովը նույն հարցի շրջանակներում խնդրում եմ արձագանքեք։ Արդյոք ձեր կողմից գնահատվել է իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից նման հայտարարություն անելը։ Արդյոք ազդել է ընտրական միջավայրի վրա, թե ոչ։ Իրականացրել եք արդյոք նման գնահատում, թե ոչ։ Այո կամ ոչ։ Դուք մեզ եք խոսում։ Չէ, կենտրոնական տրական հանձնաժողովի։ Հիմա հարցը կենտրոնական տրական հանձնաժողովին։ Այո, նույն հարցը կենտրոնական տրական հանձնաժողովին էր ուղղված, քանի որ հասկացանք դատախազությունը եւ իրավապահ համակարգը չի արձագանքել այս ամենին, ուզում ենք տեսնենք կենտրոնական տրական հանձնաժողովը, որ սահմանադրությամբ լիազորված մարմինն է, արդյոք իրականացրել է այս մասով որևէ ուսումնասիրություն կամ գնահատական տվել է, թե չի տվել։ Այո կամ ոչ։ Ինչին, պարոն Մինասյան, կներեք։ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հրապարակային ընդդիմադիր ուժերի առաջնորդներին, այդ թվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս ընդդիմադիր ուժերի ղեկավարներին սպառնալով ոչնչացնել, ունեզրկել, նստեցնել բանտեր եւ այլն, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ տվյալ դեպքում հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, թեև այսպես կոչված արձակուրդում էր իբր գտնվում։ Ունեցել եք ուսումնասիրություն գնահատական, թե ոչ։ Այո կամ ոչ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի կողմից եղել է դիմում։ Եվ այդ դիմումի շրջանակում ես ծանոթ եմ ձեր 250 որպես ժամանակը խնայենք, ես ծանոթ եմ 259A, որ իմ ասած հարցադրումը այնտեղ չկա, խնդրում եմ պատասխանեք կոնկրետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրած գնահատականի սպառնալիքի բռնության կոչի վերաբերյալ ուսումնասիրություն ունեք, թե չէ, գնահատական կա, թե չէ, այո կամ ոչ։ Մենք քաղաքական գործիչների ելույթները չենք, այսպես ասած, գրաքննել, բայց բռնության կոչի մասին նկատի ունեմ, որ որևէ տեխնացու կամ կուսակցություն կդիմեր կենտրոնական տրական հանձնաժողով եւ կասեր, որ տվյալ մեկ այլ անձի կողմից իր նկատմամբ բռնության կոչ է եղել, կարող է դիմել դատախազություն, մենք այդ Պարոն Ավագիմյան, խնդրում եմ, ասեք այո կամ ոչ։ Պարոն Մինասյան, կլինի ես որոշեմ ոնց եմ պատասխանում։ Ես ակնկալում եմ իրականում դուք հարցը տվել եք պատասխանողը ինքն է որոշում ինչպես պատասխանել։ Շատ լավ, ես ուզում եմ հստակեցնեմ այո կամ ոչ ընդամենը, որպեսզի ժամանակը խնայենք։ Ես ժամանակը խնայելու համար ձեզ պատասխանում եմ ամենայն հարգանքով, պարոն Մինասյան, որ բռնության կոչի վերաբերյալ մենք ոչ կենտրոնական տրական հանձնաժողովն է դիմում ստացել, ոչ բռնության կոչ
նկատունեմ։ Իսկ ուժեղ Հայաստանի դիմումում ինչ որ ներկայացված է եղել, դա վարույթի շրջանակներում քննարկվել է։ Ես ոնց կռավում եմ ձեր կողմից մեջբերվածը, մի մասը նաև ուժեղ Հայաստանի կողմից ներկայացված դիմումում եղել է եւ գնահատվել է։ Լավ, դուք ընդհանրապես առհասարակ խախտումների գնահատման մեթոդաբանություն ունեք, թե չունեք։ Նորից ակնկալում եմ այո կամ ոչ։ Տվյալ դեպքում խոսքը գնում է նախընտրական քարոզչության շրջանակներում իրականացված օրենքով նախատեսված կանոնները պահպանելու տեսակետից։ Բոլոր խախտումները գնահատվում են ըստ տվյալ իրավիճակի, ըստ տվյալ փաստերի հանգամանքների բերումով։ Պարոն Ավագիմյան, ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը հստակ ամրագրում է, թե որ մարմինները, այդ թվում նաև պետական մարմինները, իրավունք չունեն ներգրավել նախընտրական քարոզչությանը։ Գոհունակությամբ արձանագրելով, որ դուք հորդորել եք հատուկ հնչական ծառայությանը, որպեսզի իրենց հաղորդագրություններում չօգտագործեն այդ անունները, այսինքն թեկնածուների անունները, իբրև կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ։ Հետագայում դուք չեք անդրադարձել այդ հարցին։ Արդյոք այնուամենայնիվ ազդեցություն ունեցել է, թե չի ունեցել, որտեղ այս հարցը ես ուղղելու եմ նաև հակակոռուպցիոն կոմիտեին եւ խնդրեմ միջև այդ ծանոթանա ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածին։ Ամենասյան, մենք ստացել ենք հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի պատասխանները, այսինքն մեր հորդոր խնդրանքը իրենց, որպեսզի իրենք հնարավորության դեպքում բացառեն կուսակցությունների անունների օգտագործումը իրենց հաղորդագրությամբ։ Ստացել ենք պատասխանները, բավարարվել ենք եւ այդ թվում նաեւ մնացած արդեն գնահատականները 258-ա որոշմամբ արդեն մեր գնահատականը ընդհանուր ընտրական գործընթացներին ամփոփել ենք։ Դուք այս մասով 259-ա որոշման մեջ գնահատական չեք տվել։ Պարոն Մինասյան, հակաքարոզչությունը նախընտրական քարոզչության տար է, թե չէ։ Անվանման օգտագործում, խնդրում եմ, այո կամ ոչ։ Պարոն Մինասյան, 258-ա որոշումը ինքը ընդհանուր ընտրությունների գնահատականն է։ Այդ թվում ձեր կողմից օրինակ խախտում համարվողը, որը կարող է մեր կողմից խախտում չհամարվել, այսինքն եթե որևէ գնահատական, որը որ դուք ակնկալում եք այնտեղ չկա, դա չի նշանակում, որ մենք սխալ ենք։ Լսեք, ես ընդհանրապես ակնկալում եմ ձեզնից այո կամ ոչ։ Հասկացա ոչ։ Չեք տվել, չունեք մեթոդաբանություն։ Ճիշտ եմ ես հասկացել։ 258 Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Չէ, պետք է ասեմ, որ ճիշտ